Օրակարգ շարունակում է աշխատանք հանրային ուղիղ եթերում բարի երեկո առաջարկում նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրազամբյուղին։ Ավրորայի դափնեկիր է ճանաչվել Թոմ Քաթինան հեռավոր Նուբայում նա հազարներին կփրկի զգալով նաև հայկական երախտագիտությունը։ Կեղծահազանգ անտեղի տագնապ Հրազդան մարզադաշտի տարածքում ռումբ չի հայտնաբերվել։ Լուր ձանձրանալու փոխարեն աշխույժ քննարկում դասարանում դասի սկզբունքը փոխվում է։ Տոկիոյից Մոսկվա մտահոգված Էմփենյանը շարունակում է հրթիռներ արձակել և գրգռել հեռու ու մոտ երկրների դժգոհությունը։ Ռեպն ու հիփ-հոփը ճեղքում են քաղաքի տաղտուկը, երեք երիտասարդ, որ ուզում են երգով փոխել Իջևանն ու աշխարհը։ Եվ այսպես հումանիզմի հայրը Ավրորայի դափնեկիր, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան նվաճեց գլխավոր մրցանակն ու $1,100,000։ Մարդասիրական բովանդակություն ունեցող աշխարհագրությունն ընդլայնող մրցանակաբաշխության պատվավոր հյուրը շանսոնի համաշխարհային մայստրոն էր։ Ազնավուրն անձամբ է պարգևահանձրել Քաթինային, մարդ-բժշկին, որի հույսին է Նուբայի լեռներում իբր ապրող 750,000 սուդանցի։ Ինքը Քաթինան անկեղծացել է Հայաստանում անցկացրած 7 օրերը իր կյանքի ամենահուզիչ շաբաթներ։ Մրցանակաբաշխությանը մասնակցել է նաև գլխավոր դափնոհամար հայտագրված 5-ից 4 թեկնածու երկրի քաղաքական ընտրանին նախագահ Սարգսյանի գլխավորությամբ։ Հանդիսության մեկնարկից 2 ժամ անց հնչեց Ավրորայի դափնեկրի անունը, պարզ է ու հանճարեղ, ինչպես Ազնավուրն ինքը։ Բժիշկ Թոմն է, նրան բոլորս արդեն շատ լավ ենք ճանաչում։ Նուբայի լեռներում ապրող ավելի քան կես միլիոն մարդկանց միակ բժիշկը, որ օրական մինչև 400 հիվանդի է ընդունում, պատերազմից, սովից, համաճարակներից վիրավոր երեխաների ու տարեցների։ Երբեմն հարցնում են, որն է իմ գործում ամենադժվարը։ Ամենադժվարն այն է, երբ մարդիկ մեռնում են։ Դուրս եմ գալիս հիվանդանոցից ու օդում ռմբակոծիչ է պտտվում։ Ասում եմ, լավ կլինի ռումբը հենց իմ գլխին ընկնի, որովհետև դիմանալը դժվար է։ Բացառիկ մի բան է, որ բժիշկ Թոմը կարողացել է հեռանալ Նուբայից։ Նա անցյալ տարի էլ հավակնորդների շարքում էր, բայց հիվանդներին թողնել չկարողացավ։ Ավրորայի թիմն է նրան այստեղ բերել ու ստիպել կոստյում հագնել 10 քանի տարվա ընդմիջումից հետո։ Այս ընթացքում 3 հայ բժիշկներ Նուբայի լեռներում փոխարինում են Թոմ Քաթինային։ Ողջույն բժիշկ Թոմ։ Երբ վերադառնաք, ինչ արհեստավարժությամբ հանձնեցիք հոսպիտալը մեզ, նման կերպ փորձենք նաև հանձնել ետ։ Մինչև հանդիսությունն էլ բժիշկ Թոմն իր տարիների ջանքը մի կողմ դրած, Սուդան մեկնած հայ բժիշկների մասին է խոսում։ Շատ լավ են անում իրենց գործը, վիրահատությունները, այսօր էլ խոսել եմ հետները։ Ավրորայի դափնեկիրը $100,000 է ստանում և $1 միլիոն իր ընտրած 3 կազմակերպությունների միջոցով շարունակելու մարդասիրական գործը։ Իր անձնական 100,000-ն էլ Քաթինան Նուբայի հիվանդանոցի վերազինմանն է ուղղելու։ Ամաչկոտ ու համեստ բժիշկը շնորհակալություն չի ուզում, միայն ետ վերադառնա, հասնի իրենց միակ բժշկին սպասող հազարավորներին։ Երբ գալիս էի, նրանց շատ բան չասացի, վերադառնամ էլ շատ բան չեմ պատմի։ Ես աղմուկի և բղավոցների կարիք չունեմ, պարզապես ուզում եմ վերադառնալ իմ գործին։ Ավրորայի հանդիսությանը ներկայացվեցին հավակնորդ 5-ի պատմությունները, 66 երկրից ստացված 550 առաջադրումներից, ընտրող հանձնաժողովը նրանց է առանձնացրել։ Սա մրցույթ չի, բոլորը հերոս են, պիտի հասկանանք, 5-ը հերոս են։ Ուղղակի մեկին ընտրում ենք որպես սիմվոլիկ։ Ավրորայի առաջին դափնեկիրը Մարգարիտ Բարանկիցեն անընդհատ ժպտում է։ Ավրորայի մարդասիրության պատմությունները վարակիչ են դառնում, հիմնադիրները կեցցեն։ Ruben, Vartan and Nuba, thank you to exist, thank you. Հանդիսությունն էլ Ավրորայի հերոսների ու նրանց պատմությունների պես էր հուզմունքով լի առանց պաթետիկ ճառերի։ Ես ճառ էի գրած, բայց ճառս բևոչ գրպանստրի, որպես կուզեմ խոսել սրտից։ Սրտից էին բոլորի խոսքերը և հատկապես հավակնորդները, որ ցավալի պատմությունների բեռով էին բեմ բարձրանում, այն ցանկությամբ, որ ոչ թե մրցանակը հենց իրենց տրվի, այլ աշխարհն իմանա Սոմալիում, Աֆղանստանում, Սուդանում, Սիրիայում ու Կոնգոյում ամեն ժամ չարչարանքների ու բռնությունների ենթարկվող մարդկանց մասին։ Սա մեր աշխատանքն է և մենք կարիք ունենք աջակցության։ Իսկ Ավրորայի հիմնադիրների, սատարողների ցանկությունը միակն է, որևէ նախաձեռնությամբ մարդուն սիրելու, օգնելու, փրկելու գործը խթանելու կարիք։
Իմ երազանքն է, որ Ավրորան 2023-ին անցկացվի Հալեպում, Դերզորում, որտեղ հազարավոր հայեր են սպանվել։ Էլ ավելի մեծ երազանքս է, որ այս մրցանակը չեղարկվի, մրցանակի կարիք չլինի։ Ավրորայի այս տարվա դափնեկիրը Թոմ Քաթինան շուտով էլի Նուբայի լեռներ կբարձրանա։ Երբեմն ափսոսում է, ինչու հաշվապահ չդարձած, չէ որ թվերը չեն առնահոսում, հետո էլի սթափվում է, իսկ ով կօգնի ապրել մարդկանց։ Սուսան Բադալյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Հերթական բժշկական նվաճումը առանց կտրվածքի ներանոթային միջամտությամբ մեր բժիշկները կատարել են վիրահատություններից հերթական բարդագույնը շագանակագեղձի ադենոմայի վիրահատություն։ Արդյունքներից ամենագոհը 1 տարի առաջ առաջինը վիրահատական սեղանին պառկած պապիկն է։ 79-ամյա Սերյոժան 1 տարի առաջ մեկը դարձավ նրանցից, որ տարածաշրջանում առաջինը շագանակագեղձի ադենոման վիրահատեցին նորարարական ներանոթային մեթոդով։ Էրեբունի բժշկական կենտրոնում տարբեր տարիքի, տարբեր հիվանդություններով 10 տղամարդու անվճար վիրահատեցին ու հիմա վստահ հայտարարում են, արդյունքը ֆենոմենալ է։ Արդյունքների հիման վրա ես հիմա հանգիստ սրտով կարող եմ ասեմ, որ այդ մեթոդը կայացել է։ Սերյոժան սկզբում երկմտել է, դժվար է առաջինը լինել, բայց տեսել է անձնակազմի ուշադրությունը ու համաձայնել։ Ժամ ու կես 2 ժամ տևել է վիրահատման process-ը, միայն մեկ անգամ զգացել եմ մոծատի խայթոց։ Հիվանդը մենակ կարող է զգալ կոնտրաստի ներարկման պահը տաքության տեսքով։ Դա տհաճ զգացողություն չի, որոշ դեպքում նաև հաճելի զգացողություն է։ 50-60 տարեկան տղամարդկանց կեսից ավելիի կյանքի որակը ողջ աշխարհում կտրուկ վատանում է շագանակագեղձի ադենոմայի պատճառով։ Վիրահատության 5 ձևերը հետո երկար դեղորայքային, երբեմն ստացիոնար բուժման են տանում, հաճախ սեռական խնդիրներ առաջացնում։ Ահա թե ինչու է տղամարդկանց մի մասը նախընտրում ապրել հիվանդությամբ, բայց չվիրահատվել։ Ամենակարևորը նա է, որ մենք չենք ունենում հիվանդի մոտ ոչ մի սեռական փոփոխություններ, ոչ մի իմպոտենցիա։ Հակացություն չկա։ Պորտուգալիայում վերապատրաստված Արսենը, միակը, ով հիմա նման միջամտություն է անում, կարող է վիրահատել անգամ ծանր սրտանոթային անբավարարությամբ հիվանդին։ Աշխատանքային ձայնագրությունների վրա է ցույց տալիս անոթի ներսով 0.6 մմ-անոց բարակ գործիքով ռենտգեն կոնտրաստով կարողանում է գտնել ադենոման սնուցող արյունատարը ու փակել այն։ Եթե մրգի հետ համեմատենք, չսնուցվելով ադենոման պտղից ճիր է դառնում։ Վիրահատությունից ժամեր անց հիվանդը զգում է առաջին դրական փոփոխությունը, 1 տարի անց, ինչպես Սերյոժան, ապաքինվում։ Այդ բժիշկների ձեռ ընկնողը մեռած մարդը կվեր կենտրոնանա։ Լարա Արաքելյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Այլ թեմաների մասին կեղծ ահազանգի հետքերով այսօր առավոտյան ժամը 6-ին ԱԻ-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան մարզադաշտի տարածքում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայրը մեկնել 2 մարտական հաշվարկ և հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Տեղազնման արդյունքում ռումբ չհայտնաբերվել։ Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 30 չվերթ Դոմոդեդովո օդանավակայանում, նախ 21, ապա ևս 6 չվերթ է եղել հայտարարվել։ Շերեմետևոյում հետաձգվել է 10 չվերթ, Մոսկվայի և մի քանի մարզերում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ, ուժեղ քամու և կայծակների պատճառով։ Հետաձգվել են ներքին ու միջազգային չվերթներ։ Ուղևորներին տրամադրել են ջուր և սննդի կտրոններ, ընդ որում հյուրանոցներում տեղավորել միայն քչերին, մյուսները ստիպված են եղել գիշերել հենց օդանավակայանում։ Այսօր Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Փարիզի հրավիրել նոր ընտիր նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում են ներկա լինել Փարիզում բացված Ռուսաստանի կայսր Պետրոս առաջինի նվիրված ցուցահանդեսին։ Նախորդ այցի ժամանակ նախատեսված այս միջոցառումը չէր կայացել, քարոզարշավի ժամանակ Էմանուել Մակրոնը հայտարարում էր, որ Մոսկվան ու Փարիզը տարբեր առաջնայնություններ և արժեքներ են դավանում։ Վերջին շրջանի ահաբեկչություններից և ահաբեկչական սպառնալիքներից հետո Եվրոպան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները։ Բերլինում այսօր ոստիկանությունը փողոց է փակել, որտեղ եղել է կասկածելի մեքենա։ Այն վնասազերծվել է տարածքի մանկապարտեզին ստուգումից հետո մանկապարտեզից տարհանել են երեխաներին տեղազնության համար, այնտեղ ռոբոտ են ուղարկել, ահաբեկչության նախապատրաստման վարկածը հերկվել է։ Վրաստանը վճռականորեն ցանկանում է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, հայտարարել է այդ երկրի վարչապետը ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեաժողովի նստաշրջանի լիագումար նիստում։ Գեորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի ակտիվ գործակցությունը վերջին տարիներին հասել է ամենաբարձր մակարդակին։
Հակառակ համաշխարհային մայրաքաղաքների զգուշացումներին Փենյանը նորանոր հրթիռներ է փորձարկում։ Նախագահ Կիմ Չեն Ընն անձամբ է դիտել հրթիռի արձակումը։ Տոկիոյից մինչև Մոսկվա մտահոգությունների ու դատապարտումների շքերթին հետևել է Սոնա Աղբալյանը։ Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը ցուցադրել է հակաօդային պաշտպանության երկիր օդ նոր հրթիռի փորձարկման տեսանյութը։ Այս անգամ եւս փորձարկումն անցկացվել է Կիմ Չեն Ընի ղեկավարությամբ։ Նա գոհ է արդյունքից։ Ավելին Հյուսիսային Կորեայի առաջնորդը հրահանգել է սպառազինման նոր տեսակի սերիական արտադրություն սկսել։ Հերթական փորձարկումը դարձյալ հարուցել է միջազգային հանրության դժգոհությունը։ Ճապոնիան չի կարող ընդունել Հյուսիսային Կորեայի պարբերաբար կրկնվող սադրանքները եւ այն, որ նա անտեսում է միջազգային հանրության նախազգուշացումները։ Ճապոնիայի վարչապետն ընդգծել է, որ հարցն առաջնային է G7 գագաթնաժողովի օրակարգում։ Երկիրը կգործակցի Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի հետ Հյուսիսային Կորեային սթափեցնելու գործողություն մշակելիս։ Հյուսիսային Կորեայի վերջին փորձարկումը դիտարկվում է որպես պահանջ Հարավային Կորեայից, որ այն փոխի քաղաքականությունը։ Մոսկվան Հյուսիսային Կորեային պատժելու համար միավորվող միջազգային հանրությանը կոչ է անում զգույշ լինել հետագա քայլերում։ Ռուսաստանը նույնպես մտահոգ է վերջին հրթիռի արձակման, բայց տարածաշրջանում նոր ռազմական ակտիվությունը չի խրախուսում։ Սոնա Աղբալյան, օրակարգ։ Վերադառնանք մեր խնդիրներին այս տարվա 4 ամիսների ընթացքում ոստիկանությունը կանխել է դպրոցներում միջանձնյա հարաբերությունների պարզաբանման 371 դեպք, այսօր հայտարարել է ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ Նրա խոսքով անչափահասների նկատմամբ կատարվել է բռնության 59 դեպք, ինչը 12-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից, եւ սեռական բռնության 24 դեպք, որ եւս նախորդ տարվա համեմատ նվազել է 10-ով։ Ընտանեկան ֆիզիկական բռնության դեպքերը 4-ն են նույնքան, որքան անցած տարի։ Կատարված լայնածավալ աշխատանքների արդյունքում մենք ունենք նվազում, այսինքն այս տարի մենք 4 ամիսների ընթացքում դպրոցներում եւ դպրոցների հարակից տարածքներում մենք չունենք արձանագրված դեպք, նախորդ տարվա 3-ի դիմաց։ Մեթոդ, որը կփոխի գիտելիք հրամցնելու աշխարհընկալումը, դասապրոցեսը կենթարկվի արմատական փոփոխության։ Աշակերտին ձանձրացնող ու հաճախ ոչ արդյունավետ դասամատուցումը կփոխարինվի ինտերակտիվով եւ խմբակայինով։ Այդ մասին հուշագիր են ստորագրել կրթական գերատեսչությունն ու մանկավարժական նախաձեռնություն Հայկական ասոցիացիան։ Կմտնեք ուսումնական խումբ, ձեզ կթվա թե դասամիջոցը։ Ոչ դաս դասարանային համակարգ դասարանայինի փոխարեն դպրոցում նոր փոփոխություններ են սպասվում։ Պետք է աստիճանաբար մոռանալ ավանդական դասն ու դասապրոցեսը։ Չի կարող 20-30 երեխա նույն բանը լսել ու միաժամանակ հասկանալ։ Բոլորին մի բան բացատրի, բոլորը միասին անցնեն հաջորդ օր այլ թեմային, դա արդեն ընդմիշտ մոռանում ենք։ Աշակերտը լուր ձանձրանալու փոխարեն դասից հենց դասի ժամանակ կարող է խոսել ընկերոջ հետ, հետո էլ խմբով քննարկել։ Բոլոր տեսակի ուսումնական խնդիրները կատարվում է զույգերով։ Նույն դասասենյակում, եթե աշակերտը օրինակ գոյականը լավ հասկացել է, հիմա ուզում է բային անցնել, կարող է զույգ կամ խումբ ձևավորելու դեպքում էլ դասը կշահի։ Մեկը կարող է ուղղակի ինքնուրույն գրքից այդ սովորում են, ինչ որ ինքը պետք է սովորեր, մի ուրիշին կարող է իր ընկերն սովորացնում։ Նոր համակարգը արդեն վաղուց փորձարկվում է Հայաստանի 100-ից ավելի դպրոցներում, իսկ թե երբ երկրով մեկ կգործի, արդեն ուսուցիչ աշակերտ ծնողը կորոշի։ Հրամանով օրենքի փոփոխությամբ չի։ Դա աշխարհընկալում է, այսինքն ուսուցիչը, ծնողը, երեխան դեռ պետք է պատկերացնեն, որ դա ուրիշ կյանք է։ Կրթության եւ գիտության նախարարը համոզված է, այս մեթոդը փոխելու է աշակերտի աշխարհընկալումը։ Եթե նայենք թե այս ճանապարհով անցած երեխաները ինչպես են տեղավորվում, իրենց կյանքը ինչպես են դասավորում, տեսնում ենք, որ իսկապես բավականին հետաքրքիր արդյունք է։ Նոր համակարգով կփոխվի դասի սկզբունքը, ոչ թե միասին աշխուժան տարբեր, այլ զույգով կամ խմբով, բայց դասը սերտած կանցնեն հաջորդին։ Լիլի Դանելյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Որքան գումար են ցանցահենները տարել Հայաստանից, IT մասնագետները վհուկների որս են հայտարարել։ Հաքերների WannaCry վիրուսը վարակել է յուրաքանչյուր 20-րդի համակարգիչը, նույնիսկ փորձել սողոսկել բանկային համակարգ։ Ինչպես պաշտպանվել ու ինչ քայլերով, պարզել է Հայկ Հովհաննիսյանը։ Մայիսի 12-ին աշխարհի ավելի քան 150 երկրի 400,000-ից ավելի համակարգիչներ վարակվեցին WannaCry վիրուսով։ Հայաստանում WannaCry-ով վարակվել է յուրաքանչյուր 20-րդ համակարգիչը։ Մշտապես պետքա ռեզերվնի կոպիա ունենալ, այսինքն բեքափ անել եւ ձեր ինֆորմացիան մի առանձին տեղում ունենալ
կամ կրիչների վրա կամ որպեսզի կարողանանք վերականգնել։ Ըստ Արմեն Կարապետյանի վերջերս լուրջ հարձակման փորձ է եղել հայկական բանկային համակարգի վրա, որը կանխվել է հենց լաբորատորիայի օգնությամբ։ Հաքերային հարձակում է հիշեցնում նաև Facebook սոցիալական ցանցի կողմից որոշ հայ բլոգերների էջերի ոչնչացումը։ Facebook-ը վաճառում է շատ թանկ գներով Հայաստանի Հանրապետության բլոգերներին, բիզնեսին լայքեր, որոշ ժամանակ անց Facebook-ը վառում է, այսինքն տվյալ հարթակները։ Բլոգերը բացատրում է, ծախսելով որոշակի գումար իրենք գնում են որոշ քանակի լայքեր։ Դրանց հիման վրա էջեր ձևավորում, սակայն Facebook-ի քմաճույքով էջն անհետանում է։ Դիմումներն էլ Facebook մնում են անպատասխան։ 4500 հոգի նոր աշխատողներ ա վերցրել Facebook-ը, ուրեմն fake նյութերի ու պրոֆիլների անձնական էջերի դեմ պայքարելու համար։ Հնդիկը ոնց կարող է հայերեն լեզվով գրված նյութի կոնտենտը ստուգել։ Ստեղծված դրությունից մի քանի ելք կա, նախ եւ առաջ բլոգերները դիմելու են կառավարությանը, որը մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպանատան միջոցով պետք է փորձի հարցին լուծում տալ։ Նաև առաջարկում են Հայաստանում բացել Facebook-ի գրասենյակը, որը կարձագանքի հայ բլոգերների խնդիրներին։ Հայկ Հովհաննիսյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Հետևողական վերահսկողություն անասնապահական ֆերմաներում, ձկնաբուծարաններում և սպանդանոցներում սպառողին անվտանգ միս մատակարարելու, արտադրողին և սպանդանոցների տերերին անակնկալ չբերելու նպատակով Սննդամթերքի անվտանգության ծառայությունը վերջին անգամ է զգուշացնում ստուգումներ լինելու են նոր ստուգաթերթիկի պահանջներին համապատասխան։ Ստուգումների գործընթացը պարզեցվել է, համապատասխանեցվել միջազգային չափորոշիչներին։ Ովքեր որ պետք է զբաղվեն սպանդային մորթով, գյուղկենդանների մորթով, պարտադիր պետք է ունենան անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հետ պայմանագիր կամ իրենք դա լիցենզավորված գործունեություն է, պետք է հանեն այդ թույլտվությունը լիցենզիան եւ իրենք ինքներ իրականացնեն դա։ Տեղափոխվենք Ռուսաստան Մոսկվայի մարզի Ռամենսկոյի քաղաքում, որտեղ հայերը թվով երրորդն են, կայացել է Հայաստանի օր Մոսկվայի մարզում խորագրով միջոցառումը, որը նվիրված է եղել մայիսյան հաղթանակներին ու Առաջին հանրապետության տոնին։ Այն տեղի է ունենում Մոսկվայի մարզի խոշոր եւ հայահոծ քաղաքներում, համայնքային կազմակերպություններ եւ կիրակնորյա դպրոցներ հիմնելու ծրագրի շրջանակում։ Ձեզ սիրում եմ, բարև ձեզ։ Հայաստանի օրը Մոսկվայի մարզի Ռամենսկոյի քաղաքում նշելը պատահական չէ։ 21 համայնք միավորող Ռամենսկոյեն ամենահայաշատ մերձմոսկովյան շրջաններից է։ Վարչակազմի ղեկավար Անդրեյ Կուլակովը հպարտությամբ է նշում, որ այստեղ հայերը մեծ հարգանք են վայելում, իսկ հաջողակ գործարարներն էլ մեծ ներդրում ունեն շրջանի զարգացման գործում։ Այսօրվա միջոցառումը որոշակի խթան հանդիսացավ, բերեց նոր մտահղացումներ Հայաստանի հետ համագործակցության։ Մենք այսօր այստեղ ենք ձեզ առաջարկելու համագործակցել հայ-ռուսական միջտարածաշրջանային գործակցության շրջանակում։ Ամեն տարի Հայաստանում անցկացվում է համաժողով, որտեղ ռուսական քաղաքներն ու շրջանները ներկայացնում են իրենց արտադրանքը, մտահղացումներն ու համագործակցելու նախագծերը։ Հայ-ռուսական մշակութային կամուրջներ գցելու էր եկել Հրազդանի Նինահար պարային համույթը, միջազգային փառատոնների դափնեկիր համույթն արդեն 3 օր ելույթներ ունենում մերձմոսկովյան քաղաքներում, Հայաստանի նվիրված միջոցառումները վերածելով հայկական պարի իսկական տոնին։ Եկեք միասին փորձենք միաձուլել հայկական արևի ջերմությունը ռուսական հյուսիսային փայլի հետ։ Նախկին դիվանագետ կոմպոզիտոր Դավիթ Մնացականյանը Հայաստանի օրվան նվեր էր բերել իր առաջին ստեղծագործության կատարումը, որը գրել է Շվեդիայում Դաշնության գլխավոր հյուպատոս աշխատելու տարիներին։ Ռամենսկոյի հայ համայնքը մտադիր է ստեղծել համայնքային գործուն կառույց։ Միջոցառումը նախաձեռնած երկխոսություն կազմակերպությունը մտադիր է այստեղ հայկական կրթամշակութային կենտրոն եւ կիրակնորյա դպրոց հիմնել։ Զարա Օհանյան, Արտակ Խևոնդյան, օրակարգ, Մոսկվա։ Երբ երաժշտությունը ցրում է քաղաքի տաղտուկը, ապրումներն էլ պարփակվում ընդամենը 7 նոտայի մեջ։ Երաժշտական կրթություն չունեցող, բայց արվեստով ու ավյունով լի իջևանցի 3 երիտասարդ ստեղծագործում է հիփ-հոփ եւ ռեփ ոճերում, գրավելով ոչ միայն դահլիճներ, նաեւ վիրտուալ տարածք։ Ինչպես են սկսել քայլել բարդ ճանապարհով եւ հասել հաջողությունների, գիտի Գայանե Թամամյանը։ Իջևանցի այս տղաներին 6 տարի առաջ միավորել են պատանեկան մաքսիմալիզմը եւ ինչ-որ բան փոխելու ցանկությունը։ Երգեր են գրում, տեսահոլովակներ նկարում շենքի բակի ավտոտնակներից մեկում։ Առաջ երգ գրել ենք մարտահրավեր կյանքին, մենք այդ ժամանակ շատ ասելու բան ունենք։ Սկսել են ոչնչից, տարբեր բուհերում սովորել են, դասից դուրս աշխատել, իրենց վաստակով գնել տեխնիկա, ստեղծել ձայնագրման սեփական ստուդիա, ինչը հիշում են, լուսին թռչելու պես մի բան էր թվում։ Հիմա P5P խմբի մասին գիտեն ոչ միայն Իջևանում,
Կրթությամբ ոչ, բայց լսողությամբ երաժիշտ են, երգում են հիփ-հոփ եւ ռեփ։ Ռեփը կոնկրետ իր այդ ռիթմիկան, իր բասերը, իր ագրեսիան մեզ բոլորիս կլանել է։ Երբ գրում են, երբ խոսել են ուզում նախ իջևանցի երիտասարդների հետ, որ նրանց կյանքը ասում են ներկեն գույներով։ Որ իջևան երիտասարդական ինչ-որ ճնշում լինի, էլի ինչ-որ հավես լինի, որ մարդիկ ուղղակի տունը չնստեն կամ չիշնեն խոսքի բազարի առաջին կանգնեն, այնտեղ արևածաղիկ չրթեն։ 5 համերգ Իջևանում լեցուն դահլիճով 5 տեսահոլովակ համացանցում աճող լսարանով։ Վերջին տեսահոլովակը նվիրել են ապրիլյան պատերազմում հերոսացած մեր զինվորներին։ Երեք ենք արդեն YouTube-յան մեր էջին գցել, արդեն կա համարյա 3000 դիտում։ Տղաները ձգտում են ոչ թե պարզապես անվան աղջիկների ականջը շոյող, այլ նախ բացահայտելու իրենց դեռ օգնության ձեռք են մեկնում շնորհալի սկսնակների։ Գայանե Թամամյան, Մհեր Թամրազյան, օրակարգ։ Առավել ընդլայնված օրակարգով կհանդիպենք մեր հիմնական թողարկման երեկոյան 9-ին։